Եթերում ապդեյթ լրատվականն է, բարի երեկո։ Եվ այսպես Բագրատ arքեպիսկոպոս Գալստանյանը ձերբակալվել է, նրան մեղադրանքի առաջադրվել է ահաբեկչություն նախապատրաստելու, զանգվածային անկարգություններ հրահրելու և իշխանության բռնազավթման հոդվածներով։ Երեկոյան նրան քննչական կոմիտեից տեղափոխել են դատարան։ Լրագրողների հետ զրույցում փաստաբանը նշել է, որ Բագրատ Սրբազանի տան իրականացված խուզարկության ընթացքում զենք զինամթերք չի հայտնաբերվել։ Ամենայն հավանականությամբ Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի։ Մինչև այդ քաղաքացիները հավաքվել էին քննչական կոմիտեի դիմաց, կուտակվել էին նաև ոստիկանական ուժեր։ Հերթական քաղաքական հետապնդումն է, որը ունի, կարծում եմ, էական լուրջ նպատակ պարզացնելու հանդիմությանը, թույլատնելու հանդիմությանը, ձերբակալելու բոլոր ակտիվ գործիչներին, թե ինչ նպատակով ժամանակացույց կտա, կարծում նպատակներից մեկը կլինի եկեղեցու վրա արդեն ավելի ուժեղ ոտնձգումը։ Այս ամենը համարում ենք եւ մենք փաստաբաններս եւ մեր պաշտպանյալը Բագրատ Սրբազանը քաղաքական հետապնդման դրսևորում։ Ձայնագրություններ են հրապարակել, գնդակահարել, մի քանիսին փակել, բնաջնջել, այս ձայնագրությունները։ Ես անկեղծ ասած, տեսեք, այսպիսի մի խտրական իրավիճակում ենք հայտնվել մենք փաստաբանական խումբս, մենք շատ բաներ իմանում ենք Civic AM-ից եւ այնտեղ ներսում կարդալով եւ մեզ արգելվում է որոշակի նախաքննական գաղտնիքից ելնելով որոշակի լուրեր ձեզ։ Նախաքննական մարմինը կոնկրետ լրատվամիջոցը հայտարարություններ տարածում են, բայց փաստաբանները Այո, հենց դա եմ ասում, որ շատ անարդար իրավիճակում ենք մենք, ոչ հավասար պայմաններ է կարելի ասել եւ նույնիսկ դեռևս բաներ կա, որ այնտեղ հələ մեզ չէին ներկայացրել այդ նյութերը, մենք արդեն Civic-ից կարդացինք եւ տեղեկացանք ինչ ենք ստանալու հաջորդիվ։ Այն հոդվածներով ինչով որ քննչական կոմիտեն արդեն հայտարարել է, ահաբեկչություն, զանգվածային անկարգություններ, իշխանության բռնազավթում, ծիծաղելի հոդվածներ, տվյալ դեպքում հաշվի առնելով անձանց, ժամանակացույց կտա։ Դե այդ պլանը երեք որ հրապարակվել էր, պարզ էր, որ այդ պլանը գծվելու է ընդդիմության գրպանը, թե ինչ ֆորմատով այսօր արդեն երևաց։ Քննչական կոմիտեն նկարները հրապարակել զենք զինամթերքի որտեղից են դրանք։ Ես Սրբազանի տանը գտնվել եմ, որևէ այդպիսի բան չի հայտնաբերվել, բայց մի հետաքրքիր տենց ծիծաղաշարժ նկար տեսա, այնտեղ զենքի նկար էր հրապարակած, կողքը զենքի թույլտվության վկայականը, այսինքն պարզ է, որ այդ զենքը ինչ որ մեկինն է, որ ես գիտեմ ավելի ճիշտ մանրամասները ումն է, բայց այս բանը ինչ ասեմ, գիտեմ, որ ինչ որ մեկինն է, որը օրինական այդ զենքի թույլտվությունը ունի, սակայն այդ ֆարսի համար պետք է այս պահին այդ անաչառ դիտորդի մոտ ազդեցություն գործելու համար տարածել այս նկարը, որ տեսեք զենք զինամթերք ծիծաղելի է այդ ամենը, էլի։ Ինչ են անելու, ուր են տանելու, դատարան։ 24 ժամյա ռեժիմով ձերբակալվել են, 24 ժամվա ընթացքում պետք է տանեն դատարան, կալանքի միջնորդություն է ներկայացվելու։ Այո, կարծում եմ հենց առաջնային իրենց գերխնդիրը, բացի հասարակության մոտ այսպիսի տպավորություն ստեղծելուց զատ, երկրորդ կարևորագույն խնդիրն է կալանքի միջոցով մեկուսացնել այն անձանց, այն գործիչներին, որոնք հեղինակություն են վայելում եւ որոնք կարող են այս պահի դրությամբ առաջիկա մարտահրավերների պարագայում ինչ որ առումով ընդվզեն կամ ինչ որ առումով իրենց դժգոհությունը հայտնեն։ Այն հաղորդագրությունը, որ տարածել է քննչական կոմիտեն, այդ փաստերը չեն համապատասխանում իրականությանը։ Եվ այն ձայնագրությունները, որոնք արդեն լսել եք, դրանց բովանդակությունը չի արտահայտում իրականությունը։ Մանրամասները կհասկանանք, դրանց գուցե ամբողջությամբ, գուցե առնվազն մի մասը, անձամբ գոնե ոչ մասնագետի համար այդ ձայնագրությունները լսելուց հասկանալի է, որ այնտեղ ընդհատումներով է գնում եւ ակնհայտ մոնտաժված ձայնագրություններ են։ Արդյոք դրանք նաև այլ եղանակով մշակված գեներացված են, դեռ գործի քննությունը ցույց կտա, ամենատեպս չի բացառում, որտեղ այդ գործիքը արդեն օգտագործվել է։ Այդ հայտնի փաստաթուղթը, որտեղ իբրև հեղափոխության պլան են գծել եւ հաջորդ օրը իրավապահները սկսեցին գործողությունը եւ այդ ձայնագրությունները հրապարակվեցին։ Դե մի քիչ տեղյակ մարդու համար բացարձակ գաղտնիք չի եղել, կասկած չի եղել, որ դրան հաջորդելու են ինչ-որ գործողություններ, դա պատերազմական լեզվով ասած նախապատրաստությունն է հրետանային, որ սկզբից ինֆորմացիան տարածում են, որպեսզի հետագայում այդ գործողությունները ավելի հեշտ իրականացնեն։
Եվ տեսնում ենք նաև, որ այսօր շատ համակարգված ձևով աշխատում են այդ ինֆորմացիան տարածելու, այդ թվում վիրավորանքներով, կոշտ խոսքերով, ամբողջ իշխանական վերնախավը լծված է այդ գործին, այսինքն տեսնում որ սա համակարգված օպերացիա է իրավապահների եւ քաղաքական իշխանության։ Նախնական մասիվի դատարանն էր, բայց թիվը քանի որ շատ է, տեղյակ չեմ, թիվը քանի որ շատ է, չի բացառում որ ուրիշ դատարանում էլ էլի կալանքի հարցերը քննվի։ Դե իշխանությունները ունեն, չէ՞, սրտի դատավորներ կալանքի են։ Նախկին հանրապետություն կուսակցության մի հատ կարկառուն դատավոր կա։ Տեսնենք։ Հիմա գնալու եք դատարանների մոտ։ Վստահաբար մեր հայրենակիցները շատերը մենք էլ այդ թվում լինելու ենք դատարանների մոտ։ Նոր տեղափոխեցին, տեղյակ եք կարող։ Չէ, ամենահավանականությամբ արդեն դատարան։ Որտեղ 12 ժամվա ընթացքում կալանքի հարցը պետք է քննարկվի։ Նոր քի զանգված ավան նստավայր։ Դաշնակցականներից հիմա քանի հոգի ավարտել են 3 Մյուսները սրբազան պայքարի ներկայացուցիչներն են մյուսները։ Բոլորն էլ ակտիվ քաղաքացիներ 4-5 տարվա պայքարի մեջ բոլորն էլ եղել են։ Բագրատ Սրբազանը ներսում է։ Ում է մակակը։ Իմիջիատ լրագրող դեռ հայտի չի։ Իմիջիատ լրագրողներին տեղեկացնեմ, որ նոր լրահոսում տեսա քնչականը բանա on-line ռեժիմով ձեր հացին վայիս ա լինում, այսպես ասեմ, քնչականը դառել է լրատվական եւ այն զենքերը, որ ցուցադրել է, այդ զենքերի մեջ կան, այգին առնվազն 1-2-ը ես գիտեմ, որ տղեկի մոտից վերցրել են օրինական զենքեր են, վաու, անօրինական որևէ բան չկար դրանց մեջ։ Հասկանա։ Պարոն Մանուկյան, մի ցուցակ է հրապարակվել, որտեղ կառավարության կազմը է ներկայացված։ Այս մասին ինչ կարծիք ունեք։ Նայեք, մեկը միշտ պետք է գործընկեր եմ դիմում նաև ձեզ։ Դուք այդ ծառայամիտ քննիչների խոսնակները չեք։ Իրենք ձևակերպում են, որ գաղտնիություն է։ Գաղտնիությունը նշանակում է քրեական գործի որևէ փաստական տվյալ չեն հրապարակում, բայց իրենք ամբողջությամբ աշխատում են մանիպուլյացիայի մեջ։ Որևէ ձայնագրություն, որևէ փաստաթուղթ, որ հրապարակում են, որևէ մեկի համար հիմք չպետք է լինի, սիրելի գործընկերներ։ Մինչև դուք չպարզեք հաստատապես ձայնագրությունը, փաստաթուղթը, որևէ մի բան հիմք չպետք է լինի, որտեղ այս իշխանությունը նրան ծառայողները այնքան կեղծիքներ են արել։ Ես այսօր գործընկերներին մի օրինակ եմ ասել։ Մի տարի առաջ Ղևոնդյան Հրաչ անունով քաղաքացուն ձերբակալին, հանրային եթերով, լուրերով, Լևոն Քոչարյանի անուն իբր ձայնագրություններ, իբր էլի մահափորձ էր ինչ էր։ Մի տարի անցել է, մեկը դեռ գնացեք հարցրեք, ինչ եղավ։ Գործը կարճել են 0։ Հիշեցնեմ առավոտյան սրբազան պայքարը հաղորդագրություններ տարածել, որ ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները շարժման առաջնորդի կեցավայրում եւ պայքարի աջակիցների տներում քննչական գործողություններ են իրականացնում։ Բագրատ arczepiskopos Գալստանյան իրավապահների ուղեկցությամբ դուրս է եկել կեցավայրից եւ նստել մեքենան։ Բաքում հավաքվածները սկսել են վանկարկել սրբազան, ոստիկանները շղթա են կազմել եւ թույլ չեն տվել որևէ մեկը մոտենա սրբազանին։ Իրավիճակը մի պահ լարվել է, Բագրատ Սրբազանն էլ մինչև մեքենան նստելը հայտարարություն է արել։ Մեզ ոչ մի բան, ոչ կալանք, ոչ էլ մնացած բան, մեր այս ճանապարհից կարող է դուրս բերել։ Չարիք լավ լսի։ Ինչ էլ որ սարքել ունես, ինչ էլ որ ուզում ես անել, քեզ շատ քիչ ժամանակ է մնացել։ Դիմացի կգան։ Նիկոլ Դավաճան! Նիկոլ Դավաճան! Նիկոլ Մարտասպան! Ինչ որ հակատանկային բաներ պետքա բերենք, տանկերը պայթեցնենք, տենց ձևակերպում են արել, ուրիշ ոչ։ Չգիտենք, ես չգիտենք հիմա մեզ կալանավորում են թե չէ։ Չգիտենք, ոչ մի կարևոր։ Նորմալ է, ժողովուրդ։ Մի հրեք, լրագրողի իրավունք ունի աշխատել։ Բայց ինչ իմ կողետ տանեն։ Ախը դերանները որ փակած տանում եք, մենք ուզում ենք ինքեր տեսնենք, ասեք ինչին կողետ տան, ասեք ինչին կողետ տան։ Ժողովուրդ, լավ։ Խոսեք։ Ամուր եք։ Ինքը պլան ունի բոլոր հայրենասեր մարդկանց, այն քրեական օրենսգրքում նոր հոդված ավելանալու են մարդիկ, որոնք հայրենասեր են, հայրենատեր են, այդ մարդկանց համար հատուկ քրեական հոդված ունի Նիկոլ Փաշինյանը, այդ մարդկանց ձերբակալելու, այդ մարդկանց տարբեր ապօրինություններ գործելու, քրեական գործեր կարելու,
Եվ սա արդեն ակնհայտ է, հայտարարք են կլնում էլ աշխարհով մեկ ինչ ասեմ։ Ես որևէ մի հույս չեմ կապում, որ գիտեք, դե արդեն ինչ որ գծեր կար, որ միջև հիմա որոշ գծեր կար, որ չէր հատում, պարզվեց, որ այդ գծերն էլ չկան եւ ինքը պատրաստ է ամեն ինչին, ընդհանուր ամենազազրելի, ամենանողկալի, ամենաստորացուցիչ գործողությունները անելու։ Պարոն Գանելյան, հիմա կեցավայրի ներսում տեսեք, մարդը որ կներեք, էլի ասեմ, մարդը որ ինքը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, որ այս մարդն է ԱԾՊ-ը հայտնվելու, մատով ցույց է տալիս, ու եւ ասում է, տես դատա որ կա, որ իմ ասածը չանի։ Այս մարդու խնդիր չէ, այնքան քրեական գործեր է շալակել այս մարդի իր վզին, որ կրկնում եմ 100-ը կլինի, 150-ը կլինի, իր համար նշանակություն չունի։ Սա 3 չէ առաջի օրը գիշերը Վահագն Ալեքսանյանի դաշնակիր աշխատանքի արդյունքն է, այսինքն ինքը նստել է, գրել է այդ խելագարությունը, որ երեք հրապարակվել էր, որ իրենք փորձում էին ներկայացնել որպես հեղաշրջման պլան, ամենայն հավանականությամբ դա որպես պատրվակ, հեքիաթը որպես պատրվակ օգտագործելով այսօր ըստ իմ տեղեկությունների նաև հերոսի զոհված հերոսի ծնող Արա Ռոստոմյանի տանն է խուզարկություն ընթանում, Լիդիայի տանն է սրբազան պայքարի ակտիվիստներից խուզարկություն ընթանում, հավելյալ տեղեկությունները դեռևս գալիս են։ Բայց ամենայն դեպս երեկվա իրենց տարածած հիմարությունը, ծնդաբանությունը, որը ոչ մի կապ չունի իրականության հետ, հենց հողեր նախապատրաստում այս ամենի իրականացման համար ես չեմ կարող բացառել, որ այս պահին կսկսենք նոր տեղեկություններ ստանալ, որ նաև այլանդի մադիրների տներում են խուզարկություններ իրականացվում։ Ժողովրդական լեզվով ասեմ խուժանություն, որովհետև այն ինչ որ կատարվում է իրավական գործընթացի հետ որևէ կապ չունի։ Իրենք իրենց տանը նկարել են ինչ որ փաստաթուղթ, անունը կոչել են հեղաշրջման պլան, ընդ որում հեղաշրջման պլանում նախ առաջինը ինձ մոտ տպավորություն էր, որ 2008 թվականի իրենց գործողությունների պլանը նորից վերարտադրել են թղթի վրա եւ պարզապես այս անգամ վերագրում են ուրիշներին, բայց եթե որպես իրավաբան գնահատական տամ, այդ պլանում չկա որևէ գործողություն, որ կարելի է որակել որպես հակաիրավական։ Այսինքն ցանկացած կուսակցություն, ցանկացած քաղաքական ուժ կարող է այսպիսի գործողությունների պլան իր համար մշակել եւ գնալ իշխանությունը փոխելու ճանապարհով, չգիտեմ, հեղափոխություն անելու ճանապարհով, այսինքն դրանք ոչ հակաիրավական գործողություններ են, որոնց արդյունքում հնարավոր է կամ միգուցե, չգիտեմ, հնարավոր չէ հասնել արդյունքի։ Իրավապահները կանխել են Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու քրյա օլիգարխիա-կղերական խոշոր և եղկելի պլանը, գրել է վարչապետն ու հրապարակել Քննչական կոմիտեի հաղորդագրությունը։ Հանցավոր խմբի ղեկավարներն իրենց հանցավոր նպատակներին հասնելու համար գործադրել են հոգեբանական և քարոզչական բնույթի հնարքներ, տեխնոլոգիաներ, հիմնական ապօրինի գործողությունների կատարումը վերապահելով արկածախնդիրներին, նշված էր ծավալուն հայտարարության մեջ։ Կոմիտեն նաև հայտնել էր, որ դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ։ Քննչական կոմիտեն նաև ներկայացրել է Սրբազան պայքար շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում գաղտնի քննչական գործողությունների արդյունքում ձեռք բերված ձայնագրությունները։ Որոշ հատվածներ կից գրառումներով վարչապետն է հրապարակել իր ֆեյսբուքյան էջում, թե ինչպես էր Սրբազանը կաթվածահար անում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգը անշուշտ կտրիճի օրհնությամբ և Սամոյի աջակցությամբ։ Ձայնագրություններից մեկին կից գրել է Նիկոլ Փաշինյանը։ Ներկայացնում ենք հրապարակված ձայնագրություններից մի հատված։ Մենք դրել ենք բանի վրա, համոզենք, խարոզենք, երկու հոգու պատի տակ գյունում ես, մի 15 հոգու դնում ես բանտը, սա գնդակարում ես ինչու։ Գնդակարում ես ընտանիքին կոմպենսացիա ես տալի կյանքի համար, իրանք էլ ուրախ կրնեն։ Հիմա մենք վերակազմավորման կամ կազմավորման ընթացքում չենք։ Նպատակ ենք դրել գոնե 150 մինիմում 200 խումբ կազմել։ 25 հոգյանոց թիմերով լինի։ Վստահ եմ, մարդիկ ունեն կանգնելու են ու վերջ, մի օր է Հիմա այդ 20-25 հոգյանոց խմբերը ոչ լինեն, իրենք իրենց մեջև 8 հոգյանոց կլինեն, անոնք իրար, այդ մի հատ ընդհանքում իրար գլխավոր հնամատար կլինեն, բաժանց 3 խմբերի, որ համ պատվին է հստակ լինի, համ գործ
գործողություններ կա, այդ լրիվ գործողություններ կա։ Այն որ ես ասացի դուրս են գալիս փոխոց, կարող է ստի 5 հոգի մարդ դուրս գա որպես այդպես հավաք։ Բայց այս խմբերը ամեն մեկ իրան նախանշած տեղի դուրս գա ու իր գործողությունը անի։ Ինչ էլ որ պահանջված լինի այդ գործողությունը։ Մեկը ջանքակ կպագի, մեկը չի եղել, մեկը հեռախոս զանգի, մեկը սալյուտ կտրակացնի։ Ջոկատի ղեկավարը պետք է իմանա իրեն կասի, որ դու այս ինչ տեղում ես, այս ինչ բան անելու, էլ եմ ասում, կարող միտեղ երևա ինքը, կարող ընդհանրապես հեռախոսի վրա լինի, կարող ուրիշ բաներ լինեն, կարող եւ այլն, քիթքը բան կա անելու, կարող իր ջոկատի անդամները ուղղակի քաղաքում այդ ծրված լինեն, կոնկրետ ինչ-որ բաներ անելու։ Մեզ ձիգ մարդիկ է պետք 20-25 հոգի ռազմական պատրաստության մարդիկ։ Պրոցեսը ուրեմն այս փուլում մենք որևէ մեկին կոնկրետ չենք ասում, որ դու ես ինչն ես անել։ Երբ որ այս խմբերի կազմավորումը կավարտվի, հուսամ մինչև ամսվա վերջ։ Այդ ժամանակ նոր էլի հատիկ-հատիկ այս հրամանատարներ իրար չեն ճանաչել։ Չեն էլ իմանալ այն խումբը, ոչ ոք չեն, ամեն խումբ իրար անելիքը կվերցնի կգնա հրամանատարը։ Հիմնական գործողությունները կատարելու են այս խմբերը, դերակատարների գլխավոր։ Ժողովրդի ներկայությունը լինելու է ճնշելու համար, ճնշման գործիքն է, բայց բունդ անելիքը իրականացնում են այս խմբերը, գլխավոր հարվածողը մի խոսքով այս խմբերն է։ Ես պարզ ասում եմ ինչ է, մենք մի օրով տեղացնենք, մեկ օրում պետք է հարցը լուծենք, որ կտևի ցերեկվանից մինչև կես գիշերքան մյուս օր առավոտ, շարունակական պիտի գնա դա։ Ու ոչ թե կողքեր կպտտվելով, թիրախով, այս պիտի մտնենք անենք, որ տևելու 24 ժամյա անընդհատ պրոցես է։ Հետևի 24 ժամ, թե 36 ժամ կապ չունի, սկսես պիտի չավարտվի, մինչև որ վերջանա։ Էլ արդեն այդ ընթացքում էլ չես էլ մտածում այդ պրոցեսի չէ, օրերի մասը, օրեր չկա, որովհետև այս պահին մտալ, ասենք ժամը 4-ին մտալ, պետք է ինչքան ուզում է տևի, պետք է ավարտվի, մինչև վերջ պետք է կանոնը չկա այդ ընթացքում, ասենք մի հատ լավ, մի հատ դադար տան, մի հատ չկա այդ, ու պետք է երկրի քաոս տա, պետք է ակուցը ոստիկանությունը ասած չեն կարող այս բանտաշան չի ստացվում։ Չի ստացվում։ Ուխերից սկսել սալյուտներից օրենքներից վերջացնել։ Չասեմ 30 մեքենայի ապա ես աներից 4 հատ տեսնես փողոց կա, 4-ի վրա 10 հատ մեքենայով ապա ես արդեն ուտի 1000 մեքենաներ խծանում առաջ ապետ չի։ Դեղ կլինեն սալյուտներ, սյուների վրա կապելի, ողա լինեն ինտերնետի ցանցերի անջատումներ, հոսանքների անջատումներ, տրոլեյբուսի գծերի կործանումներ։ Ներքին զոհի մի խումբի բանը էլեկտրական է տուղը։ Դե հոսանքը կտրուց դարբաց չի բացվում։ Հրամանությունը շատ բան է, ոստիկանությունը ասում սա խառնված է իրար, հրամանատարներ են փոխել 20-30 ինտերնետի մայրերը անել չասներ, որ ընդհանրապես կիցով չլինի, ոստիկանքը սիստեմը խախտելի ոստիկանքը կողմնակալները կտրվում են, կողմնակի չէ սարակին են, բանկերի մեծ խանութներ են ներյացին, կարելի չեն աշխատել։ Պատրաստ լինեին հենց այսօր առավոտը ոտի կանեին, սաղ տեղը տային ճարդ կշուրանեին, ասեն կգինային են ուտացի չսան։ Ավելի ուշ կոմիտեն կադրեր է հրապարակել Սրբազան պայքարշարժման մասնակցի բնակարանի խուզարկությունից։ Կոմիտեն տեղեկացրել էր, որ հանցավոր խմբի ղեկավարների եւ մասնակիցների բնակարաններում խուզարկությամբ հայտնաբերվել են հանցագործության համար նախատեսված մեծաքանակ առարկաներ ու իրեր, ձերբակալվել է 14 անձ։ Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ ու պատգամավոր Վահե Հակոբյանի ու կնոջ տունը։ Արգրավել են հեռախոսները։ Հույդայից էլ հայտնում են, որ ապօրինի խուզարկություններ են իրականացվել նաեւ
դա Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, նաև կոմիտեի մյուս անդամների տներում։ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Շուրջ 1 ժամ տևած զրույցի ընթացքում Հայաստանի ներկա իրավիճակի գնահատականից բացի անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի կալանավորման ու հայտարարություններին։ Առաջին նախագահը կարծում է, որ Սամվել Կարապետյանն ուներ նման հայտարարության իրավունք։ Լևոն Տեր-Պետրոսյանը վարչապետին պարտության մարմնավորում է անվանել, նշել, որ հաստատ պարտվելու է նաև հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։ Հյուսիսային պողոտայում տեղադրված Ազատություն Սամվել Կարապետյանի գրությամբ մեծ էկրանները ապամոնտաժվել են քաղաքապետարանի աշխատակիցների կողմից։ Տարածքում եղել է նաև կենտրոն վարչական շրջանի ղեկավար Պետրոս Պետոյանը։ Ավելի վաղ վարչապետը գրառում էր արել, դե էլ չասեք հոսանքի անջատումների սպոնսորնով է։ Մեծ բարերար, աննկուն, հեղափոխական եւ մեր ժամանակների գրաֆ Մոնտեքրիստո, որ թքած ունի թե հեցի բաժանորդների վրա, գրել է Նիկոլ Փաշինյանը։ Շարունակենք, Պաշտպանության նախարարն այցելել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ուսումնական կենտրոններից մեկը, ծանոթացել ընթացող շինարարական լայնածավալ աշխատանքներին։ Սուրեն Պապիկյանն այցելել է նաև մոդուլային տիպի զորամասերից մեկի շինհրապարակ, հետևել ավարտական փուլում գտնվող շինարարական աշխատանքներին, շրջել տարածքում եւ ծանոթացել մոդուլային կացարանների ընձեռած հնարավորություններին ու կենցաղային պայմաններին։ Այցի ավարտին գերատեսչության ղեկավարը դիմելով համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին եւ շինարարական կազմակերպությունների ներկայացուցիչներին ընդգծել է աշխատանքները սահմանված ժամկետում եւ որակով ավարտելու կարեւորությունը, խստորեն պահպանելով շինարարական նորմերը։ Հագայում ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարների գագաթնաժողովն ավարտվել է, ընդունվել է 5 կետից բաղկացած հայտարարություն։ Գագաթնաժողովը տևել է շատ ավելի կարճ, քան սովորաբար, հաջորդը Թուրքիայում է։ Այս եւ այլ թեմաների մասին մեկ տեսաշարով։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը Հագայում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նախագահների միջև բանակցությունները տեղի են ունեցել մամուլի համար փակ ռեժիմով։ Հանդիպման ընթացքում առաջնորդները քննարկել են Թուրքիայի եւ Միացյալ Նահանգների միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային եւ գլոբալ հարցեր։ Հանդիպման ժամանակ Էրդողանը նշել է, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն տարբեր ոլորտներում, մասնավորապես էներգետիկայի եւ ներդրումների ոլորտում։ Թուրքիայի նախագահի խոսքով համագործակցության զարգացումը, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում, կնպաստի $100 միլիարդ ընդհանուր առևտրային ծավալի նպատակին հասնելուն։ Էրդողանը ողջունել է նաև Իսրայելի եւ Իրանի միջև Թրամփի ջանքերի շնորհիվ ձեռք բերված հրադադարը։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 23-ին վարած բանակցությունները հիանալի են անցել։ Ռուսաստանը անսասան դիրք է ընդունել ԱՄՆ-ի եւ Իսրայելի հարվածների առնչությամբ։ Պարոն Պուտինի հետ հանդիպումը հիանալի է անցել։ Ռուսաստանն անսասան դիրք է ընդունել ԱՄՆ-ի եւ Իսրայելի գրոհների դեմ։ Երկու երկրների միջև առկա է ընդլայնված միջուկային համագործակցությունը, ասել է Արաղչին։ Հիշեցնենք, Կրեմլում տեղի էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի բանակցությունները։ Հանդիպման մեկնարկին Ռուսաստանի նախագահը հայտնել էր, որ Իրանի դեմ այս անհիմն ագրեսիան որևէ արդարացում կամ հիմնավորում չունի եւ որ Մոսկվան այժմ բոլոր ջանքերը կգործադրի Իրանի ժողովրդին աջակցելու համար։ Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ երկիրը պետք է ավարտի իրանական առանցքի դեմ արշավը, հաղթի Համասին եւ վերադարձնի բոլոր պատանդներին, թե կենդանի եւ թե մահացած։ Այս մասին Բենյամին Նեթանյահուն ասել է հրեական ազգին ուղված տեսաուղերձում։ Նրա խոսքով Իրանի դեմ արտնացող առյուծ գործողության 12 օրվա ընթացքում մենք պատմական հաղթանակ ենք տարել եւ այս հաղթանակը կմնա սերունդներ շարունակ։ Նա իր գոհունակությունն է հայտնել մեկ հարվածով Իրանի ավագ հրամանատարությանը, այդ թվում 3 շտաբի պետերին եւ շատ այլ բարձրաստիճան պաշտոնյաների, ինչպես նաեւ Իրանի միջուկային ոլորտի առաջատար գիտնականներին վերացնելու հանգամանքի առթիվ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտները լրջորեն վնասվել են ԱՄՆ հարվածների հետևանքով։ Կազմակերպության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին այս մասին ասել է Fox News-ի եթերում։ Մենք տեսնում ենք վնասի շատ նշանակալի աստիճան 3 օբյեկտներում։ Նաթանզն առաջինն էր, որ ենթարկվեց հարվածի, նրա մեջ շատ լուրջ վնաս հասցվեց ցենտրիֆուգների շատ կարևոր սրահներից մեկին, որտեղ իրականացվում էր ուրանի հարստացումը, նշել է Գրոսին։ Խոսելով
Սպահանի օբյեկտի մասին նա շեշտեց, որ այնտեղ վնասը նույնպես շատ զգալի է։ Գրոսիի խոսքով Ֆորդոյի իրանական օբյեկտներին էլ լուրջ վնաս է հասցվել խոր ներթափանցող զինամթերքով։ Նշենք նաև, որ Իրանի խորհրդարանը հաստատել է ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցությունը դադարեցնելու մասին օրինագիծը։ Այժմ օրինագիծը պետք է հաստատի Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհուրդը։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսն այսօր հարցազրույցում ընդգծել է Միացյալ Նահանգների կարևորությունը Ուկրաինայի հակամարտության հարցում որպես գործընկեր։ Նրա խոսքով դաշնակիցներն աշխատում են, որպեսզի Վաշինգտոնը չկորցնի հետաքրքրությունը։ Ուկրաինայի հարցում ամերիկացիների հետ կապ պահպանելը կարևոր է, քանի որ սա ավելին է, քան տարածաշրջանային հակամարտությունը, ասել է Պիստորիուսը։ Մենք շարունակում ենք աշխատել ապահովելու համար, որ նրանք չնահանջեն։ Տեսնենք, թե ինչպես կկարողանանք դա անել, հավելել է Պիստորիուսը։ Եվ եղանակ վաղը դարձյալ տեղումներ չեն սպասվում, իսկ օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-ից 5 նիշով։ Այսքանը հիշեցնեմ Բագրատ Սրբազանը ձերբակալված է, նրան տեղափոխել են դատարան։ Այս թեմայով վերլուծությունը կարող եք դիտել վայրկյաններ անց, իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։